Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, սկսում ենք կրկին Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ քննարկումներից եւ հետո վերջում կրկին անպայման կանրադառնանք միջազգային հարցերին, սկսենք նրանից, որ շատ շնորհակալ եմ բոլորի մեկնաբանությունների ջերմ խոսքերի համար, ինչպես նաեւ լայքերի համար, շատ շնորհակալ եմ նրա համար, որ դուք մեկնաբանությունների արձագանքեցիք, թե ինչ փոփոխություն է կարել մեր ձայնը, դա չափազանց կարևոր է, մենք ուզում ենք, որ ձեզ համար շատ ավելի կոմֆորտային լինի, եւ եթե կա իրոք լավացում, անպայման միշտ գրեք, եթե կա ինչ-որ թերություն, դա եւս գրեք, քանի որ մենք աշխատում ենք, որ ձայնը ավելի լավը լինի, որպեսզի դուք ավելի կոմֆորտային լսեք մեր հաղորդումները։ Ու ինչպես արդեն ասեցի, սկսում ենք Հայաստանով, տեղեկություններ կային եւ տեղեկություններ էին տարածում, թե իբր Սյունիքում կարակոսներ են հնչում, հերքում է եղել, ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ կարող է տարբեր կարակոսներ լինեն օդը, եւ դա չի նշանակում, որ հայկական դիրքերի ուղղությամբ կարակել են, այսինքն այդպիսի տեղեկությունների պետք չէ իրոք շատ մեծ տեղ տալ, քանի որ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների մեջ նման բան չկա, մենք նաեւ հասկանում ենք, որ Ադրբեջանը բավականին լարել է իրավիճակը այդ տեղեկատվական սուտի պատճառով, այդ ստերը տարածելով բավականին մեծ լարվածություն է ստեղծվել հիմա սահմանի շուրջ, տեղեկատվական ֆոնի լարվածություն, բայց նույն ժամանակ կարծես թե հողի վրա չկա այլ ուրիշ լարվածություն, դա չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք, նաեւ ես երեք տեսա, որ պաշտպանության նախարարությունը զգուշացնում էր քաղաքացիներին, որ վերջին ժամանակներս բազմաթիվ նոր տելեգրամյան ալիքներ են ստեղծվել եւ դրանք կեղծ տեղեկություններ են տարածում, չափից դուրս զգուշ է պետք լինել, եւ ես նաեւ ցանկանում եմ խոսել տեղեկատվական պատերազմից, քանի որ տեսնում եմ, որ այն Հայաստանում ահռելի մեծ բնույթներ է ստացել, ահռելի մեծ մասշտաբներ է ստացել, ապակողմնորոշում են Հայաստանի բնակչությանը տարբեր ձևերով, ես երեկել եմ ասել, որ ոմանք արևմտամետ են ներկայանում, ոմանք անկախ վերլուծաբան եւ այլն, եւ այդպիսի ալիքներ, լրատվամիջոցներ եւ այլ լրատվական հնարքներ գործադրելով փորձում են տեղեկատվական պատերազմ մղել մեր ժողովրդի դեմ, բայց ասեմ միանգամից անկեղծ, որ անպայման չէ, որ դրանցից մեծ մասը ուղղորդվում են, հնարավոր է նաեւ կան բլոգերներ, ովքեր որ շոշափում են, հասկանում են ժողովրդի հոգեբանությունը, հասկանում են, թե ինչպես կարելի ավելի մեծ դիտումներ ապահովել, որ նրանց դիտեն օրինակի համար նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական երկրներում, քանի որ Հայաստանում դիտումները ֆինանսական իմաստով ընդհանրապես ոչինչ չեն նշանակում, ոչ մի իմաստ չունեն, դրա համար շոշափելով տրամադրությունները հասարակության դիտմամբ այնպիսի հաղորդումներ են անում, որ ավելի շատ մարդ դիտի, բայց չեմ մտածում, որ դրա հետևանքով ինչ կարող է առաջանալ։ Կոնկրետ ոչ ոքի չեմ ուզում մեղադրել, բայց ընդհանուր ֆոնը ցավոք սրտի այդպիսին է, որ կան լրատվամիջոցներ, որոնք որ կոնկրետ ծրագրեր ունեն Հայաստանի հետ կապված, տեղեկատվական պատերազմ են մղում ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի, եւ կան լրատվամիջոցներ, անհատ բլոգերներ, որոնք որ ցանկանում են ավելի շատ փող վաստակել իրենց հաղորդումների միջոցով, բայց դա իրոք աղետաբեր հետևանքներ կարող է ունենալ մեր հասարակության վրա, յուրաքանչյուր նորմալ մարդ, հայրենասեր մարդ պետք է հասկանա մեկ բան, որ եթե ուղղակի խոսես այն, ինչ հաճելի է հասարակությանը, եւ չխոսես այն, ինչ համապատասխանում է իրականության, եւ դու քո խղճի հետ կոնֆլիկտ ունենաս, ես կարծում եմ, որ դա շատ վատ է, քանի որ մեծ հետևանքներ կարող է առաջացնել հասարակության համար։ Դրա համար մենք փորձում ենք շատ ավելի լուրջ եւ պատասխանատու մոտենալ մեր այս հաղորդումներին, որ հանկարծ վնաս չհասցնենք Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետությանը, քանի որ տեսնում ենք, որ օրեցօր մեր դիտումները ավելանում են, տասնյակ հազարավոր մարդիկ են դիտում եւ իրոք մեծ զգուշությամբ մեծ կարեւորություն ենք տալիս մեր խոսքերին, որպեսզի կարողանանք օգնել եւ ոչ թե վնասել։ Դա չափազանց կարևոր է, բայց այն ինչ այսօր մենք ունենք Հայաստանում եւ Վրաստանում, այդ պառակտվածությունը հասարակությունների մեջ, դա օտարածին է, դա կողքից ներմուծված է մեր հասարակության մեջ։ Հիմա տեսեք, օրինակի համար Հայաստանում բավականին լուրջ լարված է քաղաքական իրավիճակը, նույնն է նաեւ բնականաբար Վրաստանում,
Եվ այդ ամենը իրոք օտարվածին է։ Դրսից լարվածությունը ներմուծված է Հայաստան, մենք սա շատ լավ հասկանում ենք, դրսից լարվածությունը ներմուծված է նաև հայ-վրացական հարաբերությունների մեջ, որպեսզի ամենուր բաժանեն, ամենտեղ բաժանեն եւ տիրեն։ Հեշտ է, երբ կովկասյան երկրներ եւ ժողովուրդները բաժանված են, հայեր եւ վրացիների օրինակի համար եմ սա ասում ընդհանուր այդ կոնտեքստը, որ հասկանանք, հարաբերությունները լավը չեն, ուրեմն երկրները միասին չեն կարող ավելի խորը հարաբերություններ ստեղծել, քանի որ հասարակությունները ինչ որ միտեղ պարակտված են, նույնն է, բայց տեղի ունենում արդեն երկրի ներսում, նույն մոնոէթնիկ խմբերի մեջ, այսինքն վրացիների եւ հայերի մեջ։ Եվ դա ամենուր է։ Մենք պետք է պայքարենք այդ ամենի դեմ։ Իրոք պետք է փորձենք նաեւ ինչ որ միտեղ թշնամանք քարոզելու փոխարեն սեր քարոզել, թշնամանք քարոզողների պետք է ինչ որ միտեղ նաեւ չեզոքացնենք այս հաղորդումները եւս պետք է ծառայեն դրան, որ ովքեր որ թշնամանք են քարոզում հասարակության միջև քաղաքական գործիչները իրար նկատմամբ կարող են ինչ-որ խնդիրներ ունենալ, դա նորմալ է, բայց հասարակության միջև թշնամանք քարոզողներին մենք պետք է իրոք կարողանանք չեզոքացնել։ Դա օտարածին է եւ դա բնականաբար հստակ է արվում, որպեսզի կարողանան քաղաքականապես մանիպուլյացիայի ենթարկել մեր երկրները, պարակտել եւ վաղը մյուս օրը ավելի հեշտ ղեկավարել մեր երկրները։ Սա չափից դուրս կարևոր է, որ մենք հասկանանք։ Անցնենք միջազգային կարևոր հարցերին։ Երեք Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանը շատ կարևոր հայտարարություն է արել։ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը ինչ որ միտեղ պետք է լիցքաթափի իրավիճակը, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իրոք անկեղծ ուզում է բանակցություններ վարել Թեհրանի հետ, Մասուդ Փեզեշկյանը ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց դա չպետք է տեղի ունենա սպառնալիքների ներքո։ Հակառակ պարագայում իմաստը որն է, եթե սպառնալիքներով վարում ես, ուզում ես վարել բանակցություններ, դա ոչ մի արդյունք կարող է եւ չտա։ Եվ ըստ Փեզեշկյանի Իրանը ուզում է ցանկանում է, որ հավասարին բանակցություններ տեղի ունենան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Եվ նա ասում է, որ եթե դուք ուզում եք բանակցություններ, ապա ինչ իմաստ ունեն ձեր այդ սպառնալիքները։ Ու նա վերջում նաև ավելացրել է, որ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները նվաստացնում են ոչ միայն Իրանը, այլ ամբողջ աշխարհը։ Եվ ինչ որ միտեղ ես կարող եմ ասել, որ Փեզեշկյանը ճիշտ է ասում, եւ մի քանի օր առաջ նաև Թեհրանից կար այն միտքը, որ այնինչ անում Ամերիկայի Միացյալ Նահանգները իր դաշնակիցների նկատմամբ դե պատկերացնում եք, էլ չասեմ։ Մերձավոր Արևելքում կրկին անհանգիստ է իսրայելական հարվածների պատճառով համայում ոչնչացվել է սիրիական ամբողջ օդուժը, մի 21-ները եւ 23 ինքնաթիռները ամբողջովին ոչնչացվել են եւ մենք հիշում ենք նաեւ երեք Հական Ֆիդանի հայտարարությունները Սիրիայի մասով, այսինքն Իսրայելը կարող ենք մենք փաստել, որ արդեն նաեւ ոչնչացրեց փաստացի սիրիական օդուժի մնացորդները, խորհրդային միության մնացորդ ինքնաթիռները։ Կարևոր իրադարձություններ են տեղի ունենում հիմա նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հազարավոր մարդիկ դուրս են եկել երեք, այսինքն իրենց համար այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների փողոցներ բողոքելու ընդդեմ Թրամփի քաղաքականությանը, ասեմ, որ տարբեր խմբեր են եղել այդ ցուցարարների մեջ, տարբեր խմբեր, բայց սա հետաքրքիր է, որ բավականին մասշտաբային են արդեն այդ ցույցերը տեղի ունենում եւ հնարավոր է չի բացառվում այդ ցույցերը գնալով ավելի մեծ թափ ստանան, քանի որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասվում է նաեւ ինչ-որ միտեղ տնտեսական ճգնաժամ, քանի որ գնաճներ է տեղի ունենում ամենուր։ Գնաճը բավականին մեծ խնդիրներ են ստեղծել այդ տարիֆները, այդ մաքսատուրքերը, որ սահմանել է Դոնալդ Թրամփը, եւ բնականաբար շատերին նաեւ դուր չի գալիս Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը, ներքին եւ արտաքին քաղաքականությունը։ Նույն իրավիճակն է փաստացի նաև Իսրայելում, տասնյակ հազարավոր մարդիկ բավականին մեծ բողոքի ցույց են անցկացրել Իսրայելի տարբեր քաղաքներում, նրանք էլ բողոքում են Բենյամին Նեթանյահուի դեմ եւ վաղուց արդեն պահանջում են Բենյամին Նեթանյահուի հրաժարականը։ Ճիշտն ասած, բավականին երկար ժամանակ է, բայց նույն ժամանակ պետք է փաստել, որ այս պահի դրությամբ ոչ մի հաջողության այդ ցուցարարները ընդհանրապես չեն հասել։ Եվ ընդհանուր առմամբ վերջին տենդենսները աշխարհում ցույց են տալիս, որ ցույցերով այս պահի դրությամբ տասնյակ հազարավոր ցույցերով մեծ հաշվով ներքին քաղաքական հարցեր
այս պահի դրությամբ չեն որոշվում։ Եվ դրա մասին են վկայում նաև Իսրայելում տեղի ունեցող ցույցերը, բայց Նետանյահուի դեմ ցույցերը շարունակվում են եւ փաստացի Իսրայելում եւս դեմ են Նետանյահուի քաղաքականությանը։ Ուկրաինայի մասով մեծ հաշվով շատ բան չկա խոսելու, երբ չենք խոսի այն մասին, որ Ռուսաստանը հարվածել էր Կրիվոյ Ռոգին, նախնական տվյալներով 19 հոգի մարդ էր զոհվել, կային բազմաթիվ վիրավորներ, զոհերի թվում կային նաև երեխաներ, եւ խոսք կա այն մասին, որ այդ հարվածը տեղի ունեցել բալիստիկ հրթիռի միջոցով, եւ դա հետևանք է նրա, որ ուկրաինացիներին հաջողվել է բավականին ստաբիլացնել պատերազմական գոտին, եւ դրանից բացի որոշ գործողություններ են նաև իրականացվում, որքան հասկանում եմ դիվերսիոն բնույթի գործողություններ Բելգորոդի շրջանում, ինչպես նաև Կուրսկի շրջանում, եւ օրեր առաջ նաև տեղեկություններ կային այն մասին, որ նույնիսկ ռուսները Բելգորոդի շրջանում դամբար էին պայթեցրել, որպեսզի ուկրաինացիները չունենային առաջ խաղացում։ Այսինքն վերջին այս տեղեկությունների համաձայն, եթե մենք հավատանք այս վերջին տեղեկություններին, ուկրաինական զորքի վիճակը մի փոքր ավելի ընդհանուր առմամբ բարելավել է, մարտունակությունը ավելացել է եւ ավելի հիմա հաջողակ են սկսել պաշտպանություն իրականացնել ուկրաինական զորքերը, ինչպես նաև որոշ գործողություններ են կարողանում իրականացնել Կուրսկի եւ Բելգորոդի շրջաններում։ Քաղաքական իմաստով նոր ոչինչ մեծ հաշվով չկա Ուկրաինայի շուրջ խոսելու, բայց բոլորը սպասում են ապրիլի 20-ին, այդ մոտավոր է այդ օրը վերցած ապրիլի 20-ը, լավ ասենք մինչև ապրիլի վերջ, որ հնարավոր է թե չէ այս պատերազմը ավարտին հասցրել։ Միչայլոց Զելենսկին եկել է մեզ ասել, որ հայտարարում էր, թե պատերազմի այս պատերազմական գործողությունները բանակցային գործընթացը հնարավոր է մտնել են արդեն վերջին փուլ, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին փուլում են բանակցությունների Ռուսաստանի Դաշնության հետ, եւ իրոք կարող է հաստատվել հիմա արդեն հրադադար Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Տեսնենք, ես կարծում եմ, որ շատ չի մնացել եւ դա չափազանց կարեւոր է նաև մեր տարածաշրջանի համար այս խառը իրավիճակը, որ կարգավորվի պատերազմը դադարեցվի, եւ եթե Իրանի շուրջ եւս բանակցություններ տեղի ունենան եւ ոչ թե պատերազմ, ես կարծում եմ, որ բավականին լավ կայուն իրավիճակ կարող է հաստատվել նաև մեր տարածաշրջանում եւ շատ հարցեր կարող է ավելի մեղմ ձևով սկսեն կարգավորվել։ Նույն այդ ներքին տարաձայնությունները եւս ես կարծում եմ, որ ինչ որ չափով ավելի կնվազեն, քանի որ արտաքին քաղաքականությունը, արտաքին լարվածությունը Ռուսաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիություն, դա եւս ազդում է մեր երկրների հասարակության վրա, եւ ես արդեն նշեցի եւ կրկին մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ մեզ շատ անգամ մանիպուլյացիայի են ենթարկում տարբեր տեղերից խոսելով այդ տարբեր քարոզիչները շատ նման են այսօրվա լրատվամիջոցները աղանդների, փորձում են իրենց մտքերը առաջ տանել, բայց ի տարբերություն աղանդների, չնայած այս աղանդների չեմ համակրում ընդհանրապես թեմեմ աղանդների, բայց ի տարբերություն աղանդների նրանք ավելի վատ գործողություններ են իրականացնում խռովություն եւ թշնամանք քարոզելով եւ ոչ թե սեր եւ միաբանություն քարոզելով։ Իսկ մեզ իրոք մեր ժողովուրդներին պետք է հիմա սեր եւ միաբանություն։ Ես չեմ ասում, թե հանցագործների հետ պետք է մենք միավորվենք եւ սիրով լցվենք նրանց նկատմամբ, չէ, հանցագործներին բնականաբար պետք է պատժել, ովքեր որ թալանել են երկիրը 30 տարիների ընթացքում թալանել են երկիրը, ում պատճառով որ Արցախն են կորցրել, բայց հիմա Արցախի կորստի մեջ մեղադրում են ուրիշներին, փորձում են ներկայանալ ուլտրաազգայնական, բայց դա էլ այդպես չէ, իրենք միայն իրենց գրպանների համար են աշխատել եւ թալանել երկիրը, եւ այդ մարդիկ անպայման պետք է պատժվեն եւ դուրս մղվեն Հայաստանի քաղաքական դաշտից եւ նրանց փոխարեն պետք է առողջնոր ուժեր գան, բայց ընդհանուր հասարակության մեջ ես սա կրկնեմ, չափազանց կարեւոր է, որ սեր եւ միաբանություն քարոզենք, որովհետեւ այսօր բոլորը մեր շուրջ քարոզում են միայն ու միայն թշնամանք։ Հաջողություն եմ ցանկանում բոլորիդ, ցտեսություն, կհանդիպենք։